Պարոն Կարապետյան, տեսեք, Սահմանադրական դատարանի մոտ իշխանության ներկայացուցիչները հիմնական այս պնդումն են անում, տեսեք, ասում են, եթե իսկապես ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեք, դուրս եկեք փողոց։ Եվ ընդդիմության մեջ էլ տեսակետ կա, որ եթե այս ահռելի ճնշումներն են եղել հատկապես ձեր ուժի նկատմամբ, ինչու հունիսի 8-ին ոտքի չկանգնեցին եւ ցույց չտվեցին, որ իրենք այո ընդվզելու են եւ պայքարել են իրենց ձայների համար։ Ամեն ինչ դեռ առջևում է, հիմա մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո որոշենք մեր հետագա քայլերը։ Բայց ինչ եք ակնկալում դատարանից, որը նշանակվել է ՔՊԻ կողմից։ Ակնկալում ենք երկրորդ փուլ։ Բայց պարոն Կարապետյան, քաղաքագետներն ասում են, որ այդ դեպքում իշխանության շանսերը ավելի է մեծանալու երկրորդ փուլ գնալու պարագայում։ Իշխանությունը ոչ ունեցել է շանս, ոչ էլ կունենա։ Պարոն Կարապետյան, ընտրախախտումներով ինչ որ թվեր են նկարել, ինչը հիմա Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ապացուցում է։ Պարոն Կարապետյան, հերթական ձայնագրություն է հրապարակվել, որտեղ անձամբ ձեր անունը կա նշված, ձայնագրության։ Կարևորը ձեզ չձայնագրեն, իմ անունը խնդիր չի։ Չհամաձայնող գումար եք բաժանել։ Ինչու են ձեր անունը շրջանառում այդ ձայնագրությունների մեջ, որովհետև Գեղամ անունով մի տղա ասում է, որ գնամ, անձամբ ճանաչում է, ասում է, որ գնամ փողեր ա տալու, սա ինչպես Չհամաձայնող գումար եք բաժանելու, այդպես անշվում։ Դե գոնե իմանանք Գեղամնով է։ Ասում որ ձեր հետ շատ մոտիկ է, մի բան էլ ասում եք ինչի չի գալիս, ինչի ամաչում։ Դուք Դե ուրա, գտեք բերեք Գեղամը, ես չգիտեմ ում մասին։ Պարոն Կարապետյան, դուք միտում տեսնում եք, հնարավոր է այդ քաղաքացիներին։ Ոչ, ինչի սա պետք է լսել։ ինչու դատի չեք տալիս հակակոռուպցիոնին, որ ձեր Պարոն կուսակցությունը Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք։ Բայց արդեն հարյուրավոր այդպիսի ձայնագրություն, հարյուրավոր չէ, լավ, տասնյակ բազմաթիվ Ինձ թվում է դուք էլ եք հոգնել, մենք էլ ենք հոգնել, իրենց միակ շանսը ժողովրդին բժշկցրին այդ ձայնագրություններով, իրենց գործը արեցին։ Ես քանից հետո դուք եք բողոքարկում ընտրությունների արդյունքները։ Եվ այսպես զանգվածային ընտրակաշառքների Միայն մենք իրավունք ունենք բողոքարկել։ Պարոն Կարապետյան, տեսեք, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում Արդարադատության նախարարը, որը ՔՊ ներկայացուցիչն է Սահմանադրական դատարանում, ասեց աղաղակող համատարած խախտումներ են եղել։ Երբ որ ես հարցադրում հղեցի, իսկ այդ պարագայում ինչի՞ չեք բողոքարկում ընտրությունները, ասեց, որովհետև ընտրողն արդեն իր քվեով ապացուցեց, որ մենք արժանի ենք ընտրվել։ Մոտավոր էս տեքստով, էլի։ Դե կյանքն էլ ցույց կտա, իրենք արժանի են, թե չէ, մի քիչ համբեր ենք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը կարծես չի դադարում Իրենք ձեր։ ամեն օր մեր երկիրը տանելու են կործանման։ Դուք դա կտեսնեք ձեր աչքերով։ Դրանից հետո մեր ժողովուրդը իր խոսքը կասի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը չի դադարում ձեր եւ ընդդիմության մյուս լիդերների նկատմամբ այս սպառնալիքներ տարածել ձեր վերաբերյալ, ասում է տասնյակներով, տասնամյակներով բանտում են լինելու ունե զրկելու է, ձեզ ինչպես եք պատկերացնում ձեզ ունե զրկելու այս process-ը, ենթադրում եմ, որ դա պետք է իրավական ինչ-որ process լինի եւ Դուք պատկերացնում եք դա։ Դուք անձամբ։ Դուք ձեր պատկերացումների մասին խոսենք, պարոն Կարապետյան, իսկ տասնամյակներով Ինձ մա ինքն էլ չի պատկերացնում, դա էլ չի պատկերացնում։ Խոսում է, էլի։ Մի բան այդ մարդը 8 տարի խոսում է, հիմա մի քիչ էլ խոսի։ Բայց տեսնում եք, չէ՞ կալանավորումներ համատարած, պարոն Կարապետյան, դատական համակարգը, դատավորները կալանավորում են Միայն դրանով իրենք կարողանում են արդարացնել իրենց ապօրինությունները, բժշկցնեն ժողովրդին, խապեն իրենց ստերով, ցույց տան, որ իրենք հաղթել են, իրենք լավ գիտեն, որ չեն հաղթել։ Պարոն Կարապետյան, դուք 340,000 քվե ունեք, ինչու այդ մարդկանց չեք գեներացնում դուրս գան փողոց, եթե կարծում եք ընտրություններն անարդար են եղել։ Բայց ինչ գիտեք չեն գեներացում։ Դա ուր է այդ գործընթացը, ներողություն, ընտրություններից անցել է արդեն։ Գեներացնելը դա ժամանակի հետ է կախված։ Կգեներացնենք մի օր դուրս կգան։ Այսպիսի կարծիքներ կան, ասում են գործարք է եղել այդ մարդկանց հետ, իշխանությունն է ասում, փողը վերցրել են, գնացել ընտրել են, հիմա ասում են ոչ մի կապ չկա այդ Դուք հիմա մարդկանց։ ամենալավագույն լրագրողներից մեկն եք։ Կարող եք մեկ փաստ։ Դուք հիշում եք, ես ինչ եմ ասել, այդ ընտրակաշառքերով գոնե մեկ փաստ, այդ բոլոր լրագրողներով կարող եք հայտնաբերեք մեկ մարդ,
ու մենք փող ենք տվել։ Դե ձայնագրությունները ձեզ համար ինչ որ փաստ չեն, որ հստակ Ձայնագրությունները ձեզ համար են անում, մեզ համար դրանք փաստ չեն։ Ձեզ համար հետաքրքիր է լսել։